Զոհերն, ասեք։ Ասեք, որ չկա, ժամանակ պրոբլեմ չունեմ, ասեք։ 2018 թվականից հետո իշխանության շրջանակներն էին ասում, որ Նիկոլ Փաշինյանին Բայց թե իշեք արտաքին քաղաքական մի հատ կարևոր բան եմ ուզում ասել, որ ավարտեք, ասեմ, լավ ասեք կպատասխանեմ։ Ասում էին, որ հենց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բերել։ Ով ասեց, մի րոպե։ Իշխանության մեջ շրջանակության հիմա ձեզ համար զարմանալի չէ, որ այս նույն օրակարգը երկրորդ նախագահի գրասենյակն ու աջակիցն։ Իմ համար այլևս ոչինչ զարմանալի չէ։ Ոչինչ զարմանալի չէ։ Աստված ամեն մեկին իր ճամփեն կտա, իր դատաստաններ։ Մենք մեղավորիկ տարբերություն կրկնում ենք շատերի եւ իրենց, մենք մեր սխալների, մեր թերացումների մասին շատ ենք խոսել, բայց կրկնում եմ, մենք ունենք մեկ գլխավոր նպատակ։ Հայաստանը ազատել նիկոլիզմից եւ հնարավորինս պահպանել Հայաստանի Հանրապետության ազգային նկարագիրը։ Բայց մի բանի մասին եմ ուզում խոսել, քանի որ այս վերջին շրջանում քանի որ այս վերջին շրջանում մի ձևի երկրորդ ստվերվեց Նիկոլ Փաշինյանի երբեմնի առաջարկը նախկին նախագահներին հրակալ իր այդ բանավեճի, առաջին նախագահի մեկ կողմից, նաև երկրորդ նախագահի կարծեմ թիմից խոսվեց փաստերի հրապարակման պահով, ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ դեռևս 2022 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է լրագրողներին, որպեսզի նրան Նիկոլ Փաշինյանից պահանջեն, թե 2010 հրապարակել, թե 2019 թվականին ապրիլ-հունիս ամիսներին համանախագահները ինչ են առաջարկել Հայաստանի Հանրապետությանը եւ ինչ է ինքը պատասխանել։ Դրանից հետո ես Հանրապետական կուսակցության անունից եւ նաեւ Հայկ Մամիկյանի պես կուսակցության խմբակցության ղեկավար մի քանի անգամ ուղիղ պահանջել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի ոչ միայն 94 թվականից սկսած փաստաթղթերը, այլ նաև 2019 թվականին իրեն Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փաստաթուղթը, որի մասին խոսել է եւ պարոն Լավրովը եւ պարոն Պապովը։ Ես հիմա եւս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պահանջը։ Բայց ուզում եմ, քանի որ ազատության լրագրողները այստեղ չեն, ազատությունը Նիկոլ Փաշինյանից հարցում ատվել, որպեսզի նա հրապարակի 19 թվականի փաթեթը։ Կարծեմ ծպտուն չկա։ Ես ուզում եմ հստակ նշել, ազատությունը պատասխան ստացել է, թե չէ, խոսքը ազատություն ռազմական մասն է, պատասխան ստացել է, թե չէ Նիկոլ Փաշինյանից, թե ինչ փաստաթուղթ է ստացել ինքը 2019 թվականին համանախագահ երկրներից եւ համանախագահներից, եթե ստացել է, ինչ բովանդակությամբ է, եթե չի ստացել, ինչու ազատության մեր գործընկերները երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ իրենց բնորոշ համառությամբ եւ հետեւողականությամբ չեն գնում այդ հարցի հետևից։ Եթե եք ասում արտաքին բանի հետ կապված։ Այո, բանակցային փաթեթի պահով, եթե դուք կարծում եք, իրոք պատասխանում եք։ Մի ժամ ավարտացիք մի հարց է ուզում տալ, մենք շեղվեցինք որ թեմայից այսօրվա։ Այս վերջերս մեր հարևան երկրի ղեկավարը իր համա, հա, ոնց որ Չապաևան ինչ որ ոչ է վերցրել, ասում եմ, գործընթացի ու ասենք սկզբից փակել, ասենք Ռոսատոմի, հետո մի անգամից հետո ասում հետո հիմա ասում եմ կարմիր խաչն եմ փակում, դա այդ իր շարժումները ինչով են բացատրում ձեր կարծիքով, ինքը իր զգում է Յուլիուս Կեսար։ Դե բայց Յուլիուս Կեսարը լավ չավարտեց, դժվար է իրար հայմատել Յուլիուս Կեսարի հետ, բայց Կեսարը լավ ճակատագիր լավ չավարտվեց։ Գիտեք ինչ, եթե ասենք Ալեքսանդր Մակեդոնացը էլի վատ Նապոլեոն, դա Չապաև ասենք էլի լավ չացրել։ Տեսեք, ես կարծում եմ, ես սա բացատրում եմ
20 թվականին իր այսպես կոչված հաղթանակով իր ոտքերը գետնից կտրվեց ուկրաինական պատերազմով, որ տարածաշրջանում Ռուսաստանը լույս զբաղվելու ռեսուրս կամ ժամանակ չունի եւ հաջողությունից գլխապտույտի մեջ է ինչ կարող եմ ասել ես կարծում եմ որ ինչպես Ռուսաստանում են ասում գիշերն ի վեճեր եւ ակնհայտ է որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում ոչ միայն Հայաստանի Հանրապետության շահերից, այլ նաև առհասարակ տարածաշրջանային կայունության շահերից։ Եվ մեկ անգամ չէ որ ասել են, որ հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի թիվ 1 Ախոյանը կոլոյք ավելի մեղմ ասել կոնկուրենտը, դա թուրքական աշխարհն է։ Եվ ի վերջո պանթուրքիզմը ստեղծվել է ոչ թե հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ նախ եւ առաջ, այլ Ռուսաստանի դեմ։ Մենք բոլորս գիտենք Վեհի Փաշայի հայտարարությունները նայեք, դոկտոր Նազիմի հայտարարությունները նայեք, Էնվերի հայտարարությունները նայեք, նրանց նպատակն էր ոչ միայն կովկասյան թուրքերի միավորումը անատոլիական թուրքերի հետ, այլ նաև մինչև Վոլգան դրեցել մինչև Տուրան։ Իսկ երբ որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է եւ 20 թվականին Բաքվի շքերթի ռազմական շքերթի ժամանակ հայտարարում է, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց, դա հենց դա է նկատի ուներ։ Եվ թուրքական աշխարհը գլոբալ առումով հարավային Կովկասը նայում է իր իրանական եւ ռուսական աշխարհների պայքարի հատերապը։ Այսօր մենք ունենք շատ դրական հնարավորություն, եթե ունենայինք ազգային պետական մտածողություն ունեցող իշխանություն, օգտվելով Ռուսաստան, Իրան մի կողմից այդ համագործակցությունից եւ օգտվելով Տրամպի վարչակարգի ոչ հակառուսական էությունից։ Բայց սրանք Մոսկվայի եւ Թեհրանի հետ համագործակցության փոխարեն լրիվ ուրիշ բան են անում, Հայաստանը տանում են Անկարայի տակ։ Սա է ամենագլխավոր աբսուրդը։ Իսկ չմոռանանք, որ Ալիևն է, ում դաշնակիցն է ոչ միայն Թուրքիայի, Իսրայելի դաշնակիցն է, որ կա ուրիշ խնդիրներ նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Եվ ես չեմ կարող ասել, մինչև ուկրաինական թնջուկի ավարտը ինչ զարգացումներ կլինեն։ Ամենայն դեպս այս նիկոլիստական ռեժիմով նա իրականացնում է Հայաստանում Ալիևի եւ Էրդողանի քաղաքականությունը։ Մենք կարող ենք միայն որևէ բան լուրջ դիմադրել կամ հակադարձել մեր արտաքին հակառակորդներին, երբ որ ունենանք ազգային ու պետական մտածողություն ունեցող իշխանություն։ Սա է խնդիրը։ Մենք կարող ենք օգտվել այլ ռուս-ադրբեջանական պրոբլեմատիկ խնդիրներից, եթե ունենայինք նորմալ իշխանություն։ Հիշում եք Ալիևը ինչ լավ օգտվեց հայ-ռուսական պրոբլեմատիկ հարաբերություններից։ Օգտվեց, չէ՞։ Իսկ Նիկոլ Փաշինյանը փորձավ փոխարենը Ռուսաստանի եւ Թեհրանի հետ կարողանա իր հարաբերությունները կարգավորել, ինքը ԵՄ-ի ագնում, Թուրքիայի ագնում եւ իրականացնում է թուրք-ադրբեջանական նարատիվ եւ արդեն հրապարակային պարզապես միջանց կանոն չի տալիս։ Խոսում է պանթուրանական ճանապարհի տալու պատրաստականության մասին։ Մեղրիով ինչի պետք է ինքը ճանապարհ տա։ Եթե ճանապարհների ապաշրջափակում է, ապա մեր համար ամենաձեռնտու տարբերակը ինչու չի խոսվում Երևան, Իջևան, Ղազախ, Բաքու երկաթգծի մասին։ Քանի 100 կիլոմետրի տենց ավելի էժան եւ ձեռնտու։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվներն իրականացնելու համար մեկ անուն է դնում խաղաղության խաչմերուկ, մեկ անուն է դնում հայկական խաչմերուկ, մեկ էլ հիմա անունը դրել է ճանապարհային ապաշրջափակում։ Մենք այսօր հայտնվել ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր արտաքին քաղաքական հարցերում
սխալ հաշվարկ է կատարել եւ ռուսական բանակցային հարթակից թռել է արևմտա թուրքական բանակցային հարթակ։ Սա է